Բարի լույս բոլորին, սիրելիներս, այս պահին ես մի փոքր խառն եմ, արագ սեղան եմ պատրաստում եւ որոշեցի ձեզ ողջունել, որպեսզի վլոգի սկիզբ սկսենք եւ այնուհետեւ շարունակենք ընթացքը։ Քանի որ քուրիկենքս են գալիս, պատրաստվում եմ իրենց դիմավորելուն։ Նաեւ այստեղ ուզում եմ ձեզ ցույց տալ, որ հասցրեցի Սուրբ Զատիկին ավարտել աշխատանքը, նայեք ինչքան գեղեցիկ է, չնայած հեռախոսը այդ ամբողջ փայլը չի փոխանցում, այդ քարիկների փայլը բնականից ավելի sense փայլուն ու գեղեցիկ է։ Այստեղ տեղ գտավ այս նկարը, այստեղ արդեն սեղանն եմ պատրաստել, սպասում եմ քուրիկենցս գալուն, որտեվ ուր որ է կհասնեն։ Հիմա իրենց դիմավորեմ, ընտրենք, այնուհետև նորից կմիանամ ձեզ։ Խմեցինք, հիմա եկել է ժամանակը նվերները հանձնելու։ Էսի Դավիթինն է։ Ահա, դե հիմա բացի տեսնեմ քեզ դուրա գալի աղջիկ։ Լարի ցույց տանք, հա, հետո։ Գիտարի ինչ է դա։ Գտար։ Լոֆել։ Ահա։ Ահա։ Չէ, վզնոց, ահա, վզնոց, ապրես, թևնոց։ Էդի ուզում էիր, չէ։ Լավ եմ առել։ Բա բլուսկեն լավ չնայեցի, մի հատ էլ հլարի բլուսկեն նորից նայենք։ Բլուսկեն բանը, ինձ շատ է դուրեք։ Շատ է դուրեք, մնում է փորձենք տենանք քովերով է թե չէ, որտեվ ընդեղ ասել եմ էլի, որ 0-0, հենա, նայի կոդստը գրած է առաջին։ Սար ոնց բացվե։ Քուլա չէ Էլեն։ Էդ իրա երևի մասին է։ Ինչ է լավ երգ է։ Խոսած նկարովն է։ Գայանչիկն է ընտրել է, այդ նկարը ասեց Էլենին էսի դուր կգա։ Մամայի ընտրածը ոնց դեշեր։ Քուլա չէ Էլեն։ Բայց այն մաշագույն ինչ է։ What's անջատում եք երկը։ Իրան։ 0-0 էլի արամ։ Հələ 0-0 արա։ Չէ, չի լում, ահա։ Լավ վերջ։ Գոհես նվերներից Էլեն։ Հիմա լետ ցեփը բացի նայենք, հեսա գայանչիկինն ենք նայում։ Հələ նայենք, հա, մոտիկից մի հատ ցույց տուր նայենք։ Ահա, կուլոննա, ըհը։ Ուրեմն թակնամ։ Էլեն, հələ նայեմ Էլեն։ Հələ քցի վիզը տենամ լավ, թե կարաս հենց տենց գլխով անցկացնես։ Կարող է, կլինի։ Էլեն, վայ խճճվավ քույն միս ցեպի հետ, բեր օգնեմ։ Ահա։ Ահա։ Շքան լավն է Էլեն։ Քանի որ Էլենս լավ գիտար է նվագում, գնում է գիտարի, դրա համար իրան գիտարի վերաբերյալ բաներ էի առել, սա էլ գտալ է։ Հա, էկո գիտարունը։ Էլեն ռեալ ուքաներ է, չէ՞ գիտարի բաներ գցում իր վզնոցներ։ Հիմա այդ ուշապյորը որտեղ գնաց ռեալ ուքան կասում։ Ռեալ ուքա։ Լուքան իրանն է, չէ՞։ Հեա Լուքան իր գիտարի դասատուն է։ Չէ, յանը հա Լուկա չէ, յանը մենակ Լուկա է։ Լուքա է։ Հələ նայեմ։ Կուլա։ Կանի դու պատկանի նես կոմպլեքսը։ Ահա, սա էլ բլուսկեն, ահա։ Հիմա իմ աղջիկներ գայանչիկի համար է նվեր առել։ Հələ ցույց տուր։ Տենանք ինչ է։ Հələ իմ աղջիկ տենամ։ Ըհը։ Նույնիսկ գրած է վաու։ Վաու յա։ Ոյալը ճակտեց։ Օ, ինչ սիրուն դե։ Գումարն էլ անպակաս։ Նայն։ Տենանք ինչ է։ 10 եվրո 20 եվրո հերիք չէ։ Also, ունենք այսանից։ Էդ ինչ է։ Էսի TikTok-ով Ինչ է։ Գլոս։ Չէ։ չէ, երոնքների աղագը չդեմ ոնց են ոնց։ Էսի ադա։ Հələ։ Super schön. Wow. Լավն է։ Super. Մեծ ամա։ Ահա։ Հետո ունենք այսի։ Էդ ինչ է։ Հայդի ունեցա։ Հայլիով է։ Հա, որ հերախոսը մտնակ սիրուն մամայի դեմքը։ Սիչա։ Հա։ Դե Այսը։ Wow.
Sehr gut, danke. Nünnis Heilung nasham. Hätte eine SS im TikTok auf das ist in Nora Durseke. Իսկ գույնը լսի ես փորձարկել եմ նոր եմ վերցրել։ Բայց մենք մտածեցի, հա, մենք նույնպես չունենք։ Դե ես մտածեցի քո գույնին էսի համապատասխան կլինի, հələ փորձի։ Այս եղակի foundation։ Բայց ուզում էիր էսին։ Սի foundation-ը ես։ Բայց ուզում էիր էսին։ Yeah. Yep։ Չի փակում։ Էսի սիրունը, էսի է կարա։ Փայլը, էսի ինչ լավն է։ Էսյանից գիտես չէ չկա է։ Էսի մի քանի հատիկ էր։ Էսին։ Էսի ինչ ճոխն է։ Ես ինքան եմ սիրում, ու էսի իմ գույնն է։ Բայց ես չասեմ։ Ահա հատնա լավ։ Անտիր։ Տեսնել ես։ Ուզում ես, արի։ Էդի տես դիր արի նվերդ բացի, դու գնայլի խաղա, հա։ Նվեր չեմ տալի։ Լարի նստի նայենք դա։ Հələ բացի Դավիթ։ Օ, էդի լավն էր։ Հա։ Էդի ուզում էիր, հիշում ես, որ դու մոքուշից ուզել էիր էդի։ Արա walkie-talkie ստացար վերջը։ Ինքը ինձնից ուզել էր, ես ասել էի, որ օսթանինգա էդի առնելու եմ։ Էդի փորձենք մի հատ Դավիթ։ Դրանով կարանք իրար հետ խոսանք։ Այդ walkie-talkie-ով։ Եկեք փորձարկենք։ Հələ դա, ահա։ Էսի պիտի բան դնենք մեջը, էլեմենտներ դնենք մեջը։ Հա։ Սիրելիներս, այստեղ մեզ մոտ հաջորդ օրն է, շաբաթ առավոտ, այստեղ պատրաստվում ենք Սուրբ Զատիկին, որպեսզի երեկոյան գնանք եկեղեցի։ Այստեղ քույրիկս իրենց քաղաքից բերել է հայկական լավաշ, թարխուն, քանի որ այնտեղ կա հայկական խանութ, ինքը այնտեղից գնել էր, նաև բերել է հաճար։ Մի խոսքով այսօր հայկական սեղան ենք պատրաստելու։ Դե ինչ սիրելիներս, հիմա գնանք, որպեսզի ձուն ներկենք, այս անգամ ձուն մի քիչ այլ եմ ներկելու, ամեն տարվա նման երեխաները չեն ներկելու, քանի որ այս տարվա գունաներկը մի քիչ այլ էր, այսպես տոպրակների մեջ պետքա ջուր լցնեի, հետո ներկը լցնեի ու ձուն դնեի ու դնեի եփելու։ Մի խոսքով այդ ամենը միասին կանենք, ընթացքը ցույց եմ տալիս, նկարել եմ, տեսնենք ինչպիսի ներկեր են եւ ինչպես կներկի այս տարվա մեր Զատիկի ձվերը։ Այստեղ արդեն կամաց սեղանն ենք պատրաստում, որովհետև արդեն երեկո է, պետք է որպեսզի գնանք եկեղեցի։ Այստեղ էլ նայում եմ տեսնեմ ձվերը ներկվել են, թե ոչ, ոնց որ թե բավականին լավ են ներկվել։ Իր հետ կար փոքրիկ յուղ, որով պետք է յուղապատենք։ Թողնենք այնտեղ ձվերը եփվեն, իսկ մենք անցնենք չամիչով բրնձով փլավը պատրաստելուն։ Վերջ սիրելիներս, մեր ուտեստները բոլորը պատրաստ են, սպանախը տապակել ենք, չամիչով բրնձով փլավը պատրաստ է, ձուկը եւս պատրաստ է, ձվերն էլ ներկված են, սեղանը արդեն գեղեցիկ ձևավորել ենք։ Դե ինչ սիրելիներս, հիմա ժամանակն է եկեղեցի գնալուն։ Իդեպ նշեմ, այստեղ Գերմանիայում երեկոյան պատարագ չկա, պատարագը կիրակի առավոտյան է լինում, բայց մենք կանենք այնպես, ինչպես կարգն է հայ առաքելական եկեղեցու։ Էսի երեկել էր լիքը։ Կան լիքն են։ Ցիտիկներ են։ Սագերը։ Սիրելիներս, մենք եկեղեցու բակում ենք, հիմա կանցնենք ներս, ինչպես նշեցի, այստեղ երեկոյան ժամերգություն չկա, բայց ուղիղ ժամը 6-ին սկսում են եկեղեցու զանգերը հնչել։ Կարծում եմ դա նրա հետ է կապված լինելու, որ հայտարարվում է արդեն հարության տոնը։ Դե ինչ սիրելիներս, անցնենք ներս, այնուհետև կգնանք արդեն Սուրբ Զատիկը նշելու։
Հենց ինքն է էս մցերը։ Ամա վառեցինձի։ Եկեղեցուց հետ ենք վերադարձել, արագ կիսվում եմ ձեր հետ իմ բակի կակաչներով, շատ սիրուն են, տարբեր գույների ծաղկել են։ Հիմա գնանք ներ, արագ ուտեստները տաքացնենք ու Սուրբ Զատկի սեղանը գեղեցիկ պատրաստենք և նստենք սեղանի շուրջ։ Այստեղ էլ միմյանց ասում ենք Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծավետիս։ Շնորհավոր Սուրբ Զատիկ։ Միմյանց շնորհավորելուց հետո ընտրում ենք, այնուհետև երեխաները անցնում են ձու խաղալուն։ Իրականում այստեղ ընդունված չէ այդ խաղը, բայց մենք մեր տարիներից եկած ավանդույթը պահում ենք և մեծերով, փոքրերով բոլորս միասին սկսում ենք խաղալ, կռվացնում ենք, ում ձուն հաղթում է։ Պարտվողը իր ձուն տալիս է այդ հաղթող ձվի տիրոջը։ Դե ինչ սիրելիներս, արդեն ժամն է ձու խաղալու, մենք գնացինք տեսնենք ում ձուն է հաղթում։ Հիմա ես ու Դավիթն ենք կռվածնում։ Ջարդիր, քոնն ես ջարդելը։ Հələ խփի։ Այ այս կողմը, ես եմ խփում հիմա։ Հələ քոնը։ Հա, շմել չեմ արել, ես հաղթել եմ։ Դեղ ինձ Իմ ձվով։ Արի։ Ես էլեն ենք համ, դու ես, չէ։ Ուժեղ։ Հələ էլի, քոնը։ Հիմա ես եմ խփում, դու պահի, ես եմ խփում։ Այդ է, այդ է։ Այս տարվա հաղթող ձուն իմ կանաչ ձուն էր, բոլորին հաղթեց։ Սիրելիներս, քանի որ շուտով Հայկոյի ծնունդն է, ապրիլի 25-ին Հայկոյից ծննդյան օրն է, դառնում է 18 տարեկան, իսկ քույրիկենքս այդ ժամանակ այստեղ չեն լինելու Հայկոյի ծննդյան օրը, դրա համար ինքը իր նվերը նախապես հանձնեց, բայց Հայկոն ասաց, որ այս նվերը կբացի իր ծննդյան օրը։ Չնայած որ նվերները տուփից երևում են, այնտեղ կա նվերքարտ, փոքրիկ նվերներ, շոկոլադներ, բայց ինչևէ Հայկոն ասաց, ես նվերը կբացեմ եւ կվերցնեմ իմ ծննդյան օրը, ինչը որ ճիշտ քայլ էր իր կողմից։ Սիրելիներս, այստեղ հարևանուհիս հենց նոր տրան գտվեց եւ ինձ բերեց այս գեղեցիկ ծաղիկները եւ Սուրբ Զատիկ շնորհավորեց։ Իրականում ես էլ իրեն առավոտյան էի շնորհավորել եւ իմ պատրաստած խմորեղեններից էի հյուրասիրել։ Օրվա վերջում էլ տունն եմ խնկարկում, սա իմ խնկամանն է, կարծում եմ կհիշեք, երբ որ ես սա պատվիրել էի եւ ցույց էի տվել ձեզ, ես հաճախ եմ սա օգտագործում, իսկ խունկներ բերել եմ Հոլանդի հայկական եկեղեցուց։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ այսքանը, հուսով եմ ձեզ դուր եկավ, իսկ մենք կհանդիպենք վաղը նոր ու հետաքրքիր տեսանյութով։